Բարև բոլորին։ Եթե դուք ուսուցիչ եք, հաստատ ձեզ ծանոթ է այս իրավիճակը։ Դասը վերջացել է, բայց զանգին դեռ մի քանի րոպե կա։ Ինչ անել։ Դե այսօր ձեզ ցույց կտանք 3 շատ պարզ ու զվարճալի վարժություն, որոնք ընդհանրապես նախապատրաստություն չեն պահանջում։ Պատկերացրեք, դասը վերջացրել եք, ամեն ինչ պլանով գնացել է, բայց մի հատ նայում եք ժամացույցին ու տեսում 10 րոպե դեռ կա։ Դասարանում են անհարմար լռությունն է, աշակերտներն ալ սկսում են ձանձրանալ։ Ինչ եք անում։ Շատերիս համար սա իսկական գլխացավանք է, բայց լուծումը, գիտեք, շատ ավելի հեշտ է, քան թվում է։ Ու հենց այստեղ էլ ձեզ օգնության է հասնում ձեր նոր գաղտնի զենքը, առանց նախապատրաստվելու լրացուցիչ վարժությունները։ Սրանք ոնց որ ասած ձեր փրկողակն են, արագ, արդյունավետ, էներգիան վերականգնող ու ամենակարևորը զերո սթրես ձեզ համար։ Դե ինչ, սկսենք։ Առաջին վարժությունը կոչվում է «Ինչու, որովհետև» խաղը։ Ես սա պաշտում եմ, որովհետև ուղղակի միշտ աշխատում է։ Եթե ուզում եք, որ դասարանը մի լավ ծիծաղի, սա հենց դրա համար է։ Իսկ ծիծաղը, ինչպես գիտենք, լավագույն միջոցն է սովորելու համար։ Ուրեմն տեսեք ինչքան պարզ է։ Ամեն աշակերտին տալիս եք 2 փոքր թուղթ։ Առաջինի վրա իրենք գրում են մի հատ ինչու ով սկսվող հարց, ինչ ուզում են։ Երկրորդի վրա որովհետևով սկսվող պատասխան։ Վերջ, հավաքում եք բոլոր հարցերը միտեղ, բոլոր պատասխանները մյուս։ Լավ խառնում եք ու ամենահետաքրքիրը սկսվում է։ Դուք ուղղակի հանում եք մի հատ պատահական հարց ու մի հատ էլ պատահական պատասխան ու կարդում իրար հետևից։ Պատկերացրեք, ստացվում է սենց մի բան։ Ինչու է կատուն արևային ակնոց գրում։ Որովհետև բոլորը սիրում են սպագետի։ Անհեթեթ է, չէ՞։ Բայց հենց դա է ամբողջ հմայքը։ Կամ էլ ասենք սա. ինչու է բանանը գնում բժշկի, որովհետև այն լողալ չգիտի։ Ու գիտեք, սրա լավը մենակ ծիծաղը չի, աշակերտները առանց նկատելու վարժվում են ճիշտ հարցեր կազմել, նույնիսկ եթե պատասխանները լրիվ ուրիշ օպերայից են։ Իսկ սա արդեն դասական օրինակ է, որը ցույց է տալիս, թե երեխաների երևակայությունը ուր կարող է հասնել։ Լսեք։ Ինչու է ուսուցիչը պարում սեղանի վրա, որովհետև եղանակը դրամատիկ է։ Ես ձեզ խոսք եմ տալիս, այս վարժությունը երկար կհիշվի։ Լավ, մի քիչ ծիծաղելուց հետո եկեք մի քիչ էլ կենտրոնանանք արտասանության վրա։ Մեր երկրորդ գաղափարը շուտասելուկների մարտահրավերն է։ Սա կատարյալ է, որպեսզի աշխատեք արտասանության ու խոսքի ռիթմի վրա ու մի փոքր էլ առողջ մրցակցություն մտցնեք դասարան։ Ուրեմն, ստեղ մի քանի ձևով կարող եք անել։ Կարող եք շուտասելուկը գրել գրատախտակին ու թիմերին մրցեցնել, ով ավելի ճիշտ կկարդա, կամ մի քիչ բարդացնել, ով կարող է 3 անգամ անընդմեջ արագ ու առանց սխալի ասել։ Իսկ ամենասկզբում կարող եք նույնիսկ խնդրել գուշակել, թե քանի բառ կա մեջը։ Սա շատ կարճ է, բայց մի տեսակ խորամանկ։ Հիմա դուք փորձեք 3 անգամ արագ ասել։ Տեսակ հեշտ չի։ Լրիվ կենտրոնացում է պահանջում։ Եվ վերջին, երրորդ վարժությունը բառապաշարն ակտիվացնելու համար է։ Սա իսկական մրցավազք է, հոմանիշների եւ հականիշների մրցավազք։ Սա արագ տեմպով խաղ է, որը ստիպում է աշակերտներին արագ մտածել ու հիշել անցած բառերը։ Դե նախքան սկսել եմ մի հատ արագ վերհիշենք։ Հոմանիշը նույն իմաստն ունեցող բառն է, հականիշը հակառակ։ Միշտ լավ է համոզվել, որ բոլորը նույն էջի վրա են, չէ՞։ Իսկ խաղի կանոնները շատ հեշտ են։ Դասարանը բաժանում եք թիմերի։ Գրատախտակին գրում եք, ասենք 5-ից 10 բառ։ Ու սկսվեց։ Թիմերը պետք է գրեն կամ հոմանիշ կամ հականիշ յուրաքանչյուր բառի համար, որ թիմը ամենաշատ միավորները հավաքի, հաղթում է։ Միավորները հաշվելն էլ է շատ պարզ։ Ճիշտ գրված բառի համար 2 միավոր։ Եթե բառը ճիշտ է, բայց մի փոքր ուղղագրական սխալ կա, միևնույն է տվեք 1 միավոր։ Սա շատ կարևոր է, որովհետև խրախուսում է երեխաներին փորձել, նույնիսկ եթե 100%-ով վստահ չեն իրենց ուղղագրության մեջ։ Վերջ։ Այսպիսով, դուք հիմա ունեք մի ամբողջ գործիքակազմ, որը միշտ ձեռքի տակ է։ Սրանք ուղղակի ժամանակ լրացնելու համար չեն, չէ՞։ Սրանք ձեր դասարանը կենդանացնելու, էներգիան վերադարձնելու եւ սովորելու process-ը ավելի ճկուն դարձնելու համար են։ Ուրեմն, եկեք արագ ամփոփենք մեր 3 գործիքները։ Առաջինը, ինչու որովհետև խաղն է երաշխավորված ծիծաղի ու հարցեր կազմելու պրակտիկայի համար։ Երկրորդը, շուտասելուկների մարտահրավերը, արտասանությունն ու ռիթմը բարելավելու համար։ Եվ երրորդը, հոմանիշների ու հականիշների մրցավազքը, բառապաշարն արագ կրկնելու ու մի քիչ մրցելու համար։ Երեքն էլ 3 տարբեր նպատակի համար։ Դե ինչ, հիմա հարցը ձեզ։ Այս 3-ից ո՞րն եք առաջինը փորձելու ձեր դասարանում։ Հաջորդ անգամ, երբ ժամացույցին նայեք ու տեսնեք, որ մի քանի րոպե ավել կա, հիշեք այս վարժությունների մասին։ Փորձեք, համոզված եմ, որ դուրներդ կգա։